ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը կարող է ներառել Կիևի կողմից վերահսկվող տարածքներում եվրոպական զորքերի տեղակայման մասին կետ։ Այս մասին հայտնում է New York Post թերթը վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Ամենադժվարը ծրագրում այն է, թե ինչպիսին կլինեն անվտանգության ուժերը։ Մենք նրանց անվանում ենք դիմադրողական ուժեր, հասարակությանը ասել է աղբյուրը։ Դիմակայուն ուժերը անվտանգության երաշխիքների մի մասն են, որոնք ցանկանում են ուկրաինացիները, եւ մենք հույս ունենք, որ նրանք կստանան դրանք։ Բացի այդ, քննարկվում է համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կներառի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երրորդ երկրի ներկայացուցիչները հրադադարը վերահսկելու համար, պնդում է New York Post-ը։ ԱՄՆ-ն իբր նույնպես կարող է ներգրավել այս գործընթացում, բայց ոչ որպես ռազմական ուժ տեղում, այլ որպես ֆինանսական ուժ երրորդ երկրի հետ միասին։ Ավելին թերթը գրում է, որ ուկրաինական իշխանությունները ամենայն հավանականությամբ կզիջեն իրենց տարածքի 20%-ը, եթե դա դիտարկվի որպես տարածքների դե ֆակտո ճանաչում, ոչ թե դե յուրե։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մասնակցելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, հայտնում է BFM TV-ին տված մեկնաբանությունում Էմանուել Մակրոնը հաստատել է, որ մասնակցելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, նշում է հեռուստաալիքը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապոմը ասել է երկուշաբթի ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում։ Սիրիայի իշխանությունները լրջորեն են ընդունել ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացումները Դամասկոսում հնարավոր ահաբեկչությունների մասին եւ ուժեղացրել են անվտանգության միջոցները։ ՌԻԱ Նովիսին հայտնել է սիրիական վարչակազմի մոտ կանգնած աղբյուրը։ Սիրիայի իշխանությունները լրջորեն ընդունեցին ԱՄՆ-ի նախազգուշացումները Դամասկոսում եւ այլ նահանգներում առաջիկա օրերին կամ շաբաթներին հնարավոր ահաբեկչությունների եւ դիվերսիաների մասին եւ կարգադրեցին միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքները կանխելու համար, ասել է գործակալության աղբյուրը։ Աղբյուրը նշում է, որ սիրիական ղեկավարությունը անվտանգության ծառայություններին եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արագ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել սպառնալիքներին դիմակայելու համար, հատկապես այն բանից հետո, երբ հաղորդում է, որ Դաիշ ահաբեկչական խմբավորումը Ռուսաստանում արգելված, հայտարարել է Դամասկոսի թիրախների վրա մի շարք հարձակումներ իրականացնելու իր մտադրության մասին Սիրիայի Արաբական Հանրապետության նոր իշխանություններին թշնամաբար հայտարարելով այն բանից հետո, երբ նրանք ցանկություն են հայտնել միանալ Դաիշի դեմ պայքարող միջազգային կոալիցիային 2014 թվականից։ Արաբական Միացյալ Էմիրություններում մի շարք լողափեր փակվել են նավթի արտահոսքի պատճառով։ Հյուրանոցները լողավազաններ են տրամադրում, իսկ տուրօպերատորները զբոսաշրջիկներին տեղափոխում են, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ ԱՄԷ-ի Օմանից ծոցի ափի մի քանի լողափեր Ֆուջեյրա եւ Շարժա Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով փակ են մնում։ Նախորդին հայտնի դարձավ, որ լողի արգելքը ազդել է նաեւ Շարժայի Էմիրության Կալբա լողափի վրա։ Այնուամենայնիվ տուրօպերատորները ռուս զբոսաշրջիկներից ստանում են նվազագույն թվով բողոքներ եւ տեղափոխման խնդրանքներ, պարզաբանել է A-Tor-ը։ Ըստ Coral Travel-ի Կալբա լողափի եւ շրջակայքի հյուրանոցները իրենց հաճախորդների լավագույն նախասիրությունների շարքում չեն։ Մեկ այլ տուրօպերատոր էլ հայտնել է, որ զբոսաշրջիկների կողմից վերաբնակեցման հարցումներ կան, ընթացքի մեջ են ընտրվում են այլ ընտրանքային տարբերակներ, բայց դա տարածված երևույթ չէ։ Տոկիոն համաձայնել է Կիևին փոխանցել երկրի ուղեցրի արբանյակներից ստացված հետախուզական տվյալները, այս մասին գրում է Intelligence on-line պորտալը։ Լրագրողների տվյալներով համապատասխան հարցումով Ճապոնիայի իշխանություններին է դիմել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, ակնկալվում է, որ Կիևը կստանա պատկերներ եւ հետախուզական տվյալներ IQPS ինստիտուտից, վերջինս ունի 5 արբանյակ հագեցած սինթետիկ բացվածքի ռադարներով։ Ուկրաինական Deep State վերլուծական նախագծի Telegram ալիքը հայտնում է, որ ներկայումս 3 եվրոպական երկրներ Կիևի հետ կիսվում են արբանյակային պատկերներով։ Խոսքը Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի մասին է։ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը անդրափորձերին։ Ադրբեջանի հերթական քարոզչական նախաձեռնությանը Վարշավայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի շարունակական փորձերը խեղաթյուրելու պատմական իրականությունը եւ միջազգային հարթակներում տարածելու կեղծ թեզեր։ Նշվում է, որ Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ խորագրի ներքո ներկայացված ցուցահանդեսը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ։ Գեղարդ հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում եւ անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։ Հիմնադրամի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է Էքստորիև։ Գեղարդ հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում եւ անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։
ՆՍՕՏՏ Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով։ Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնար քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում եւ վկայեց ավետարանը մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաեւ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։ Առանձնակի մխիթարությամբ մենք անդրադառնում, որ սրբազան Պապը մշտապես իր աղոթներ հնչեցնում պատերազմներով եւ անարդարության վիրավորված աշխարհի իմաստավորի Արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար։ Ասված է վեհափառ հայրապետի ցավակցագրում։ Նորին սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես տիեզերական եկեղեցու վարդապետ, ինչպես եւ սրբազան քահանայապետի այցը Հայաստան։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր աղոթն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ սրբազան Պապի հոգու հանգստության, խաղաղության, ինչպես եւ ողջ կաթոլիկ եկեղեցու հոգեվոր դասի եւ հավատացելուց մխիթարության համար։ Զատկի Տոնի Հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային եւ գիշերային պարեկություն, այն ներառել է Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերում պարեկությունը։ Խոզնավարում առաքելությունը արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից, նշված է Եվրամիության առաքելության գրասենյակի Facebook-յան էջում։ Նախորդին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին ժամը 02:30-ի սահմաններում Ադրբեջանի զուստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անանուն խորհրդականը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը չունի այդ պաշտոնում հաջողությամբ ծառայելու հմտությունները։ Այս մասին հայտնում է News Nation հեռուստաալիքը։ Փիթ Հեքսեթը չունի հաջողագործելու հմտություններ։ Փիթը երկար ժամանակ խնդիր է եղել եւ կշարունակի լինել։ Նրա մոտ բացակայում են կառավարման հմտությունները, նա համապատասխան բնավորություն չունի այս պաշտոնում լինելու համար, ասել է Սպիտակ տան խորհրդականը ապրիլի 21-ի առավոտյան ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջոնաթան Էլիոթն ասել է, որ Հեքսեթը շուտով կարող է լքել իր պաշտոնը։ Նրա խոսքով վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկյան ռազմական գերատեսչությունը գտնվում է ընդհանուր քաոսի եւ ամբողջական անկարգության մեջ, ինչը պայմանավորված է գաղտնի տեղեկատվության, արտահոսքի եւ զանգվածային կրճատումների հետ կապված սկանդալներով։ Ուկրաինայում անհրաժեշտ է ուժեղացնել մոբիլիզացիան երկրի զինված ուժերի շարքերում մեծ կորուստների եւ դասալքության պատճառով։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Նինա Յուժանինան YouTube-ի News Live ալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Չեմ ուզում թվեր բարձրաձայնել, բայց աղետալի իրավիճակը, որը կապված է ստորաբաժանումների չարտոնված լքման կորուստների եւ այլ բաների հետ, վկայում այն մասին, որ մենք այժմ նոր ուժեր մոբիլիզացնելու մեծ կարիք ունենք, ասել է Յուժանինան։ Ուկրաինայի Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների զիջումը կարող է առճակատման պատճառ դառնալ Ուկրաինայի բնակիչների միջև։ Այս մասին Պոլիտիկո հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Սա կարող է հանգեցնել շատ լուրջ ներքին առճակատման Ուկրաինայի ներսում ընդհանուր միջև որոշակի ապստամբություն, ընդգծել է նա։ Բոնդարենկոյի կարծիքով Ուկրաինայում կարող է պայքար ծավալվել տարածաշրջանների եւ քաղաքական կուսակցությունների միջև։ Նախորդին The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Միացյալ Նահանգները նաև առաջարկել է Զապորոժիեի ԱԵԿ-ի շուրջ չեզոք տարածք ստեղծել հետագայում նրա նկատմամբ վերահսկողությունը փոխանցելով ամերիկյան կողմին։ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է երկարաձգել ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը։ Նոր նախագծով վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը 2025 եւ 2026 թվականների համար եւ հուլիսի 1-ը հետագա տարիների համար։ Նախագիծն ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպատ ձայներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետևել է Ուկրաինայի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգին եւ կարծում է, որ հակամարտությունը կարող է արագ կարգավորվել։ Այս մասին կիպրացի լրագրող Ալեքս Խրիստոֆորուն հայտարարել է YouTube-ի Դուրան ալիքում։ Թրամփն ամենասկզբում գնաց Քելոգի հետ, երբ նա ընդունեց Քելոգի ծիծաղելի գաղափարները ուկրաինական հակամարտության մասին, ընդգծել է նա։ Խրիստոֆորուի խոսքով Քելոգը սխալ տեղեկատվություն էր ստանում ուկրաինական հակամարտության մասին, ուստի Թրամփը կարծում էր, որ ճգնաժամի արագ լուծումը հնարավոր է։
ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը վերահսկող Իլոն Մասկը պատրաստ է լքել ԱՄՆ վարչակազմը, հոգնած քաղաքական ձախերի հարձակումներից։ Այս մասին հայտնել է Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Մասկի հեռանալու ճշգրիտ ամսաթիռը դեռևս անհայտ է, սակայն նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կլրանա մայիսի վերջին։ Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի, միլիարդատերը հոգնել է ձախակողմյան քաղաքական գործիչների տհաճ եւ անբարոյական հարձակումները հանդուրժելուց։ Մասկը կարծում է, որ իր բացակայությունը բացասական ազդեցություն չի ունենա կառավարության արդյունավետության գրասենյակի աշխատանքի արդյունավետության վրա, քանի որ գերատեսչության աշխատակիցներն արդեն կարգավորել են գործընթացը։ Ամերիկյան Politico թերթի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավորներին տեղեկացրել է, որ Մասկի քաղաքական դերը առաջիկա շաբաթներին կնվազի։ Միլիարդատերը հիմնականում կկենտրոնանա բիզնեսի ուղղությամբ եւ հավանաբար կպահպանի Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականի պաշտոնը։ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր հավասար պայմաններով եւ եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում եւ ազգային շահերից ելնելով մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործար կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով, ասել է Իրանի նախագահը։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո նա կրկնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնչեցրած դիրքորոշումն այն մասին, որ Թեհրանը հոռետեսորեն է դիտարկում բանակցությունները եւ լավատես չէ։ Լոնդոնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն չորեքշաբթի։ Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։ Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում, ասել է նա։ Ըստ աղբյուրների, պատվիրակության կազմում կլինեն Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավել Պալիսան, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Հենց այս կազմն է ներկայացրել Ուկրաինան Սաուդյան Արաբիայում նախորդ բանակցություններում եւ հաստատվել Զելենսկու կողմից։ Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակի ղեկավար Ռասել Վութը կարող է փոխարինել միլիարդատեր Իլոն Մասկին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Թրամփի վարչակազմի պաշտոնյան, ով խնդրեց անհայտ մնալ, ասաց, որ ըստ տարածված կարծիքի Վութը պատրաստվում է փոխարինել Մասկին, գրում է գործակալությունը։ Հրատարակության աղբյուրի համաձայն Վութն արդեն ինքնահաստատվել է որպես կոմպետենտ անձնավորություն, ինչպես նաև նվիրվածության եւ գիտելիքի յուրահատուկ համադրություն, թե ինչպես է իրականում աշխատում կառավարությունը։ Ոչ ոք չի կասկածում, որ հաղթանակը կլինի Ռուսաստանինը, ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցներից մեկը, ԼԺՀ Ստարոբելսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Վլադիմիր Չերնևը, ավարտելով իր զեկույցը նախագահին եզրակացրել է. հաղթանակը կլինի Ռուսաստանինը։ Ոչ ոք դրանում չի կասկածում եւ լավ է, որ դուք մեզ հիշեցնում եք այդ մասին, որպես մարտական փորձ ունեցող մարդ, անմիջապես արձագանքել է Պուտինը։ Իսկ այժմ եղանակի մասին եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։